Փառք Տիրոջը։ Մենք հրաշալի ընթացքի մեջ ենք, մենք խոսում ենք հարության մասին, մենք փնտրում ենք հարության իրականությունը ճաշակել ամեն ավելի ու ավելի։ Եվ ես այնքան ուրախ եմ, որ այս ուղղությունը մենք վերցրել ենք, հովվի սրտում եկել է եւ հովիվը արձակել է, եւ այո, հարությունը դա մեկ օրվա բան չի, դա գոնե մինիմում 40-ից 50 օր մենք պետք է մտածենք, խորհենք եւ իրականությանը այդ հարության բացահայտենք մեր համար, ամեն, որտեվ դրա մեջ կա մեծ օրհնություն, դրա մեջ կա հաղթանակ եւ գիտեք, հարությունը Հիսուսի դա մեր քրիստոնեական անհերքելի եւ անդրդվելի հիմքն է։ Եթե հարությունը արանքից անենք, հավատացեք քրիստոնեությունը չի մնա։ Միակ առաջնորդն է Տեր Հիսուս Քրիստոսը, ով իջավ գերեզման, մահին հանդիպեց, հաղթեց, ճեղքեց գերեզմանը եւ հարություն առավ։ Միակ առաջնորդը ամեն, ասա միակ առաջնորդը։ Ոչ Մուհամմադը կա հարությունի մեջ, ոչ Բուդդան կա հարությունի մեջ, ոչ Կոնֆուցիոսը կա, ոչ Նապոլեոնը կա, ոչ ոք, ում դու ճանաչում ես սիրելիս, գերեզմանում մնացին եւ նեղեցին։ Բայց մեր Տերը հարության Աստվածն ամեն, եւ նա ասեց ես հարությունն եմ։ Գիտեք, այսօր խոսելու ենք հարության ջրերի մասին։ Հետաքրքիր է։ Հարության ջրեր։ Ես հավատում եմ, որ շատ օրհնվելու ենք, ամեն։ Գիտեք, ջուրը մեզ բոլորիս հայտնի նյութ է, որը որ մեր կյանքի անբաժանելի մասնիկն է։ Եվ գիտենք բոլորս սիրելիներ, որ առանց ջրի երկրագնդի վրա հնարավոր չի ապահովել կյանքը, քանի որ Աստված այդպես է ստեղծել։ Աստված կարող ուրիշ ձևեր ստեղծել, բայց իր իմաստությամբ եւ իր հանճարով եւ իր գիտությամբ Տերը որոշել է, որ այդպես ստեղծ։ Եվ ջուրը իրականում շատ օգտակար է մարդու մարմնի համար, դուք գիտեք դա, եւ շատ անգամներ բժիշկները խորհուրդ են տալիս, որ մենք շատ ջուր օգտագործենք, ամեն, որովհետեւ դա օգնում է մեր նյութափոխանակությանը, մեր օրգանիզմին, մեր միտքը ավելի արագ է սկսում աշխատել, մեր արյունը լավ է շրջանառություն կատարում, եւ մենք մեզ լավ ենք զգում վերջի վերջո, ամեն։ Եվ գիտեք, մարդու օրգանիզմում ջրի քանակը կախված տարիքից կարող է 55-ից մինչև 75% տատանվել։ Փոքրերի մոտ ավելի մանկահասակների մոտ 75% է, նորածինների, մանուկների, հա։ Եվ մարդը, քանի մեծանում է, ջրի պաշարը, ջրի ծավալը, այսպես ասած, իր կյանքում իջնում է։ Դրա համար, սիրելիներս, ավելի շատ ինչ պիտի անի, ավելի շատ պիտի ջուր օգտագործի, ամեն, եւ սա հրաշալի է։ Եվ գիտեք, կարելի է նաեւ հոգեվոր կողմով տեսնել, ինչքան հոգեվորապես մենք աճում ենք, մենք պետք է այդքան ավելի շատ Տիրոջ ջրերից քաշենք եւ խմենք, ամեն, Աստված օրհնի, փառք Աստծուն։ Ու երկրագնդի մակերևույթի ջրային մասն էլ սիրելիներս կազմում է 71%։ Այսինքն տեսնում ենք, որ ջուրը բավականին լուրջ ազդեցություն, նշանակություն եւ բաղկացուցիչ մաս է կազմում մեր կյանքի եւ առօրյայի։ Բայց կան ջրեր, որ երկնքից են, ամեն, կան ջրեր, որոնք որ հոգևոր են, կան ջրեր, որոնք որ փրկող են, ազատագրող են, բժշկող են եւ զորացնող են։ Եվ մենք խոսելու ենք այդ ջրերի մասին եւ Հովհաննես 7:37-ից 39 խոսքերում, Հովհաննես 7:37-ից 39-ում Հիսուսը խոսում է այս ջրերի մասին, եկեք միասին կարդանք։ Եվ տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմե։ Ինձ հավատացողը ինչպես գիրքն ասում է, նրա փորիցը կենթանի ջրերի գետեր կբխեն, սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Շատ հետաքրքիր, շատ հրաշալի մի պատմություն, մի դրվագ, որը որ արձանագրվել է Աստվածաշնչում, եւ սիրելիներս, այստեղ կա շատ մեծ ու կարևոր հոգևոր խորհուրդ եւ մենք հիմա միասին նայելու ենք։ Գիտեք, տաղավարահարած տոններ Սուկոտ կոչվածը եբրայերեն, որը նաեւ Աստվածաշնչում կոչվում է հենց ինչպես տոն անունով, հա, եւ այդ տոնի ժամանակ սիրելիներս քահանան ոսկե սափորով ամեն օր 7 օր էր տևում այդ տոնը։ Քահանան ոսկե սափորով
գնում էր Սիլովամի ավազան, վերցնում այդ ոսկե սափորով ջուր եւ բերում լցնում զոհասեղանի վրա։ Սա տոնի բաղկացուցիչ մաս էր եւ 7 օր քահանան այս բանը կրկնում էր ժողովրդի ուղեկցությամբ, ժողովրդի ներկայությամբ, ծափերով, երգերով, ուրախանալով, իհարկե Աստծուն։ Եվ այս տոնը խորհրդապատկեր ուներ, եւ այս տոնին եկել էր Հիսուսը եւ ինչ որ հետաքրքիր բան է փոխանցում նրանց։ Գիտեք, դրա մասին, այս տոնի մասին գրված է Ղևտացիների 23:42-ից 43 խոսքերում, Ղևտացիս 23:42-ից 43, որտեղ գրված է, որ կնշես այս տոնը, որ դու իմանաս, որ ես քեզ Եգիպտոսի երկրից հանեցի, քեզ պահեցի, քեզ բերեցի, քեզ հասցրեցի, քեզ մատակարարեցի։ Սա մի տոն էր, որտեղ հրեաները հայտնում էին իրանց, այսպես ասած, հիշատակում էին, թե ինչքան հավատարիմ է Աստված, թե ինչքան իրանք կախված են եղել Աստծուց, ու Աստված իրականում իրանց ոչ մի կետում ամոթով չի թողել։ Եթե ինչ որտեղ հրեաները ամաչել են, կամ մենք մեր ընթացքի մեջ ամաչում ենք, դա միայն մեր բացթողումի, մեր անհավատության, մեր տրտունջի, մեր սխալների պատճառով է լինում։ Բայց Աստված այն Աստվածն է, որը հոգ էր տանում եւ միջև վերջ իրականում հրեաների համար կանգնեց եւ տարավ խոստման երկիրը։ Ամեն։ Եվ Հիսուսը ասում է, տոնի մեծ օրումը, տոնի վերջին մեծ օրումը։ Դա 7-րդ օրն էր, առհասարակ ասում են նաև, որ հրեական սփյուռքում 8 օր է տոնվում, եւ նաև ասվում է, որ այս 8-րդ օրվա մեջ ջուրը էլ չէր բերում քահանան եւ այս օրվա մեջ Հիսուս ասեց, բայց ինչև է։ Ամեն դեպքում Տերը շատ կարևոր ուղերձ է փոխանցում մեզ։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Հովհաննես 7:37։ Սիրելիներս, ուզում եմ շատ կարևոր հարց տալ. ինչ բանի համար ենք մենք ծարավ։ Երբ մենք ծարավ ենք զգում, օրինակ ջուր խմելու կարիք ենք զգում, ամեն բան անում ենք, որ այդ ջուրը գտնենք, ճիշտ է։ Մինչև չենք գտնում, տեղներս չենք գտնում։ Մինչև չենք կարողանում այդ ջուրը հայթայթել ու խմել, ասես ոչ մի բան մեր արածներից լավագույն ձևով չի ստացվում։ Մեր ֆոկուսը, մեր միտքը, մեր կենտրոնացում, մեր օրգանիզմը մեզ բղավում է ջուր, գտի ջուրը խմի, որտեղ մենք ծարավ ենք զգում, դա անհագ փափագի զգացողություն է։ Ու մենք գիտեք, սիրելիներս, պետքա ուշադիր լինենք մեր սրտերին, թե ինչ բաների համար ենք մենք ծարավ։ Այո, մենք պետքա հոգ տանենք, որտեղ Աստծո խոսքն ասում է, զգուշ եղիր ամեն զգուշությունից առավել քո սրտի համար, որտեղ ընդեղից է կյանքի ելքը։ Ինչ ենք մենք փափագում, դա մենք ունենալու ենք։ Կարանք մենք վատ բաներ փափագենք։ Այո, կարանք։ Կարող ենք այդ վատ բաները ձեռք բերել, այո, կարանք։ Ինչ կլինի վնաս, հետևանք։ Ամեն մի բան, որ մենք կփափագենք ու կգնանք մեր փափագը լրացնելու, այսպես ասած մեր ծարավը բավարարելու, սիրելիներս, կունենա իր հետևանքը։ Ինչի համար որ այն նախատեսված է, ինչի համար որ այն կա, ինչ ազդեցություն որ իր մեջ ունի, այդ ազդեցությունը կգա մեր կյանքերի մեջ։ Եվ մենք շատ ուշադիր պետք է լինենք ինչ բաների համար ենք ծարավ։ Ու Տերը հարցնում է, սիրելիներս, ասում է, եթե մեկը ծարավ է, թող գա եւ խմի։ Գիտեք, մենք պետքա ծարավ լինենք փրկության եւ փրկելու։ Հիմա կասես, այ Տիգրան եղբայր ջան, այս ինչ կապ ունի այս թեմայի հետ։ Մի փոքր համբերում ենք, սիրելիներս, ուշադիր հետևիր, խնդրում եմ իմ մտքին, ու դու կտեսնես, թե ինչ հետաքրքիր բան է պատրաստել Աստված մեզ համար։ Ամեն դարերի խորքից։ Գիտեք, մենք պետք է այո, փափագենք, որտեվ չկա մի ավելի հրաշալի բան, երբ որ դու տեսնում ես մի մարդու, ով կործանված էր, բայց փրկվեց։ Չկա ավելի հրաշալի ու մեծ ուրախություն, երբ որ դու տեսնում ես մարդու փոփոխությունը։ Գիտեք, մի հատ մարդ էր, որ կողով ոչ մեկ չէր ուզում անցներ։ Մի հատ մարդ էր, ով ոչ մեկ չէր հավատում այդ մարդուն։ Այս աշխարհի մարդկանց համար, այսպես ասած, ջնջած էր իր անունը։ Շատերը վերջակետ էին դրել իր կյանքին, իրանց սրտում, բայց հանկարծ Տերը կարող գտնի այդպիսի մեկին ու փոփոխության մեջ բերի։ Ինչքան ուրախ ենք մենք ամեն մեկս, որ Աստված իրականում մեզ գտել է ու բերել փոփոխության մեջ, ամեն։ Սա շատ հրաշալի է ու մենք պետք է փափագենք այս փրկության ջրերին ու այս փրկության ջրերը տանելուն, ամեն։ Եվ Տերը ասում է, եթե մեկը ծարավ է, թող գա եւ խմի։
Հիսուսը ասում է թող ինձ մոտ գա եւ խմի։ Թվոց 21-ից 11 խոսքերում, սիրելիներս, Թվոց 21-ից 11 խոսքերում նկարագրված է մի հետաքրքիր պատմություն։ Հրեաները գալիս են անապատ եւ այնտեղ ջրերի բացակայության պատճառով, այսպես ասած, բողոք են բարձրացնում Ահարոնի ու Մովսեսի դեմ ուղված, ասելով՝ «Խի բերեցիք մեզ այստեղ, բերել եք Եհովա Աստծո ժողովրդին սպանելու այս անապատում»։ Ու գիտեք, Մովսեսը Աստծուն աղաղակում է եւ Տերը Մովսեսին լուծում է տալիս, թե ինչ պետք է անի Մովսեսը։ Թվոց 20:11-ում նկարագրված է. «Եվ Մովսեսն իր ձեռքը բարձրացրեց եւ գավազանով 2 անգամ ապառաժին զարկեց եւ շատ ջուր դուրս ելավ եւ ժողովքը եւ նրանց անասունները խմեցին»։ Ասա շատ ջուր։ Զարկեց ապառաժին։ Ամեն։ Մովսեսը զարկեց ապառաժին։ Պողոս առաքյալը առաջին Կորինթացիս 10:4-ում գրում է. «Եվ ամենն էլ նույն հոգևոր խմելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմիցն էին խմում, որ գնում էր նրանց հետ, եւ այն վեմն էր Քրիստոսը»։ Ինչպիսի հրաշալի մարգարեական ակնարկ էր Թվոց 20-րդ գլխում Սին անապատում հրեա ժողովրդին, թե ում եմ ես պատրաստում ձեզ համար տալու։ Դուք անապատում եք մի անհավանական վայրում, որտեղ, սիրելիներս, մենք բոլորս գիտենք, որ անապատում ջուր ճարելը, այսպես ասած, անհավատալի մի բան է, կամ շատ մեծ հաջողություն է։ Անապատում ջուր ճարելը, սիրելիներս, հեշտ չի։ Եվ Աստված այդ անապատի մթնոլորտում հրեաներին ցույց է տալիս նախատիպ, այն վեմը, որ Մովսեսը զարկում է ու բացվում է ու ջուր է գալիս ու իրանք խմում են ու կյանք են առնում ու չեն մահանում անապատում, այդ խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի, որի մասին առաջի Կորինթացիս 10:4-ում Պողոս առաքյալն ասում է այն վեմն էր Քրիստոսը։ Հիշում եք ինչ ասում Հիսուսը, ասում է եկեք ինձ մոտ եւ ինձանից խմեք։ Ամեն։ Դու ուշադիր ես, չէ՞ սիրելիս։ Հայտնություն 21:6-ում ինչ հրաշալի Աստծո խոսքը։ Ես այնքան շատ եմ սիրում, որ Աստծո խոսքով ենք մենք առաջնորդվում, ամեն։ Աստծո խոսքը շատ հետաքրքիր, այսպես բացում է մեզ ամեն ինչ, խնդրում եմ։ Իրար հետ միասին շարժվենք առաջ։ Հայտնություն 21:6։ Եվ ինձ ասեց. եղավ, ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը։ Ես ջրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրից։ Հալելույա։ Ով է խոսողը։ Հիսուսը։ Հիսուսը ասում է ես եմ ալֆան եւ օմեգան։ Այս տիտղոս, այս կոչումը պատկանում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես եմ սկիզբն ու վերջը։ Եթե դուք կարդաք Հայտնություն առաջին գլուխը եւ ուշադիր լինեք Հովանեսի հանդիպումը, ինչպիսին է, այդտեղ նույնպես նկարագրված է ինձ այդ խոսողը ալֆան էր եւ օմեգան, սկիզբն էր եւ վերջն էր։ Եվ ալֆան եւ օմեգան Հովանեսին ասում է. Ես ջրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրից։ Սիրելիներ, ուզում եմ հարց տամ. Հովանեսի այդ խոսողը հարություն առած Հիսուսն էր, թե հələ երկրի վրա եղող Հիսուսն էր, որ պիտի հարություն առներ։ Հարություն առած Հիսուսն էր, ամեն։ Համբարձված, փառավորված Հիսուսն էր։ Դուք տեսնում եք, թե ինչ կարևոր նշանակություն կան այս հարության ջրերի մեջ։ Գիտեք, այս հարության ջրերը խոսում են նրա հարության մասին։ Ամեն։ Այս կյանքի ջրերը խոսում են նրա հարության մասին։ Խնդրում եմ ուշադիր Եսայա 12:3-ն եմ ձեզ համար կարդում։ Եսայա 12:3 Եվ դուք ուրախությամբ ջուր կքաշեք փրկության աղբյուրներից։ Ինչպիսի աղբյուրներից ջուր կքաշենք։ Փրկության։ Ուրեմն սիրելիներս, այս կյանքի ջրերը հարության ու փրկության ջրերն են, ամեն։ Այդ դրա համար եմ ասում իմ խոսքի մեջ, որ մենք ամեն բանից առավել պիտի փափագենք փրկությունը եւ փրկելը, որտեւ այս ջրերը
այդ նպատակ ունեն։ Այս ջրերը բացահայտում են իր հարությունը, այս ջրերը բացահայտում են իր կյանքը։ Ամեն։ Գիտեք, եթե մեկը չի կարող հարություն առնել, ուրեմն կյանք էլ չունի։ Ուրեմն չել կարա տա այդ կյանքը, բայց մեր Տերը հարություն առած Աստված է ու կյանք է տալիս ամեն մեկին։ Սիրելիս, ես ուզում եմ դու հասկանաս, որ Տերը մեզ ոչ միայն հոգևորապես է փրկում, այլ շատ ուրիշ իրավիճակներից էլ է մեզ Աստված փրկում։ Ամեն։ Շատ քո հանգամանքներից է Աստված քեզ փրկում։ Եվ այս ջրերը այդպիսի ջրեր են։ Եվ սիրելիներս, համար առաջին ճշմարտությունը, որը որ ես կուզեմ բարձրաձայնենք իրար հետ, սա է. միայն հարություն առած Հիսուս Քրիստոսն է տալիս փրկության ջրերը։ Ամեն։ Ուզում եմ նորից ասել, միայն հարություն առած Հիսուս Քրիստոսն է տալիս փրկության ջրերը։ Ամեն։ Մոտեցիր նրան։ Ասում է, ինձ մոտ եկեք եւ ջուր խմեք։ Ինձ մոտ եկեք։ Խոսք 38-ում, սիրելիներս, Տերը ասում է. ինձ հավատացողը, ինչպես գիրքն ասում է, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Ինձ հավատացողը։ Գիտեք, առանց հավատքի ոչ ոքս չեն կարող մոտենալ Աստծուն, ամեն։ Եվ Աստծո խոսքն ասում է, եթե մեկը մոտենում է Աստծուն, պետք է հավատա, թե նա կա եւ իրան խնդրողներին վարձահատույց է լինում։ Ուզում եմ ձեզ համար Հռոմեացիս 10:9-ից մեկը նաև կարդալ, սիրելիներ։ Փառք Տիրոջը, սա շատ զորավոր է, սա շատ կենդանի է։ Ես այնքան ոգևորված եմ այս խոսքով իրականում։ Հռոմեացիս 10:9-ից 11-ը։ Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես։ Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար, որտեվ գիրքն ասում է ամեն ով որ հավատա նրան չի ամաչի։ Ինչքան զորավոր ամեն։ Տերը ասում է ինձ հավատացողի որովայնից։ Մենք գիտենք, սիրելիներս, եթե մենք ուզում ենք փրկություն առնել, մենք պետք է հավատանք իր հարությանը։ Մեր աղոթքը սա է. Տեր, ես բացում եմ իմ սիրտը։ Ես հավատում եմ քո որդու Հիսուս Քրիստոսին, որ ինքը մեռելներից հարություն է առել, որ ինքը կենդանի է, որ ինքը նստած է։ Ու հիմա Հիսուս եկ եւ թագավորիր։ Սա փրկության աղոթքն է, որը որ մենք անում ենք։ Ամեն։ Եվ փրկության աղոթքի մեջ կարևորագույն կետը, որ նա հարություն է առել։ Ամեն։ Եվ առանց նրա հարությանը հավատալու մենք չենք կարող այս ջրերից օգտվել, սիրելիներս։ Առանց նրա հարությանը հավատալու մեր որովայնի չեն կարող այդ գետերը բխել։ Ամեն։ Միայն նրա հարությանը հավատալու պատճառով է, որ արձակվում է Տիրոջ զորությունը, փառք ու այդ ջրերը Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, մենք մոտենում ենք կենդանի վեմին։ Մենք մոտենում ենք ալֆային եւ օմեգային։ Շատ հետաքրքիր էր Հիսուսի կյանքը երկրի վրա։ Գիտեք, բոլոր զորավարները, ովքեր որ ապրել են, իրենց կյանքի օրերում ունեցել են անուն, պատիվ, համբավ, ճանաչում, ազդեցություն, իշխանություն, բայց երբ որ մահացել են, դա անց է գնացել այդ ամենը։ Այդպես հիշում են որպես պատմական կերպարներ։ Հիսուս Քրիստոսը երկնքի ու երկրի արարիչը ինքն իրեն տվել էր չարչարողների ձեռքը։ Ինքն իրեն տվել էր խաչողների ձեռքը։ Ինքը իրեն։ Սիրելիներս, սա շատ կարևոր է։ Միայն Աստված ունի ինքնիշխանություն։ Ուրիշ ոչ մեկ չունի ինքնիշխանություն, սիրելիներս։ Բացարձակ ինքնիշխանությունը պատկանում է միայն Աստծուն։ Ու Տերը ասում է, ես եմ իմ անձը դնում։ Ես եմ, դա պատահականություն չէր Հիսուսին, որ խաչեցին։ Ինչ որ, այսպես ասեմ, էլի, ստիպված չէր, էլի, դե ընկել ենք այս ճանապարհի մեջ գնանք, էլի միջև վերջ։ Ոչ, նա ընտրություն ուներ, նա կարող էր դա այդ ճանապարհով չգնալ, բայց նա ընտրեց եւ որոշեց, որ գնա։ Ահա ով է այդ մեկը։
Եվ այդ մեկը, սիրելիներս, երկնքի երկրի արիչը, մահացավ խաչված, անարգված, մերժված, այս աշխարհի բեռը վերցրած, մեղքերի մեջ վիճակում, որտև ինքը մեզ համար մեղք դարձավ, որպեսզի մենք Աստծո արդարությունը լինենք Հիսուս Քրիստոսի մեջ, ամեն։ Նա այդպես գնաց այս աշխարհից, այդ պահին։ Բայց հիմա ինչ անուն ունի Հիսուսը, ավելի փառավոր, քան այն ժամանակ էր։ Նրա ազդեցությունը ավելի զորավոր ձևով տարածվեց։ Նրա ազդեցությունը ավելի հեռու գնաց, եւ նրա ազդեցությունը գնալով ավելի մեծանում է։ Ամեն։ Ահա ով է մեր փառավոր Աստվածը, նա հարություն առած արքան է։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, խոսք 38-ը շարունակենք եւ ասում է, ինչպես գիրքն ասում է, նրա փորից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Մեծագույն եւ հրաշալի խոստմունքներից մեկը, որ Աստված երբևէ տվել է իրեն հավատացողներին։ Ինձ հավատացողի որովայնից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Ձեռքը դիր քո որովայնի վրա։ Սա վերաբերվում է սիրելիներս հավատացողներին։ Ամեն։ Հավատացողներին։ Եթե ես ու դու չենք գտնում մեզ հավատքի մեջ, լավ է խոնարհվենք, Տեր, ես խոստովանում եմ, ես չեմ կարողանում հավատալ, եսի ոնց պետքա լինի, ես չեմ կարում ըմբռնեմ, բայց ես ուզում եմ, տուր ինձ այդ կյանքի ջրերը, տուր ինձ այդ կենթանի ջրերը։ Ուզում եմ շարունակել, սիրելիներ։ Եսայա 58:11-ում Աստված հրաշալի բան է բացում մեզ։ Եսայա 58:11 Եվ Տերը քեզ միշտ կառաջնորդե եւ կշատացնե քո անձը եւ կկշտացնե քո անձը երաշտներում։ Եսայա 58:11 Եվ ոսկորներդ կզորացնե եւ ջրարբի պարտեզի նման կլինես եւ ջրի ակնի պես, որի ջուրը չի պակասի։ Ես ուզում եմ նորից այս վերջին հատվածը կարդալ։ Եվ ջրարբի պարտեզի նման կլինես եւ ջրի ակնի պես, որի ջուրը չի պակասի։ Մարգարեն խոսում է մեր ժամանակների մասին, սիրելիներ։ Ում աղոված այս խոսքը։ Ինձ, մեզ, բոլորի սիրելիներս։ Եվ Հիսուս ասում է, ինձ հավատացողի որովայնից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Ամեն։ Երաշտը մեր վրա չի ազդի։ Մենք ջրարբի պարտեզի պես կլինենք։ Պուլպուլակ բառը գիտեք ինչ է։ Ես հատուկ եմ ընտրել պուլպուլակը։ Այո, ցայտաղբյուր, սիրելիներս, եւ Հայաստանում մենք շատ ունենք ցայտաղբյուրներ։ Փառք Տիրոջը։ Գիտեք, պուլպուլակ բառը այսպես է բացվում։ Պուլպուլ, դա նման է ջրի ձայնին։ Ջրի ձայնին նմանեցվող արտահայտություններն են։ Իսկ ակն, աղբյուրն է, այդ խորոշն է, այսպես ասված, որտեղից ջուրը դուրս է գալիս։ Տեր ասում է, մենք ցայտաղբյուրի պես ենք լինելու։ Ամեն։ Աստծո խոսքն է ասում, բայց ջրի ակնի պես, որի ջուրը չի պակասիլ։ Սիրելիներս, ինչքան ցավոտ է, երբ որ դու ամառվա շոքին, այսինքն ոչ հաճելի, երբ որ դու ամառվա շոքին մի ցայտաղբյուրի մոտով անցնում ես ու ուզում ես ջուր խմես եւ տեսնում ես չկա։ Այո, այս աշխարհի աղբյուրները կարան սպառվեն եւ սպառվելու են։ Քո աղբյուրները ու իմ, որոնք Աստծուց չեն, սպառվելու են եւ սպառվել են։ Եվ ցավոք սրտի ես ու դու շատ անգամ եկել ենք եւ կանգնել, այսպես ասված, կոտրած տաշտակի առաջ։ Տեր, բա հիմա ինչ պիտի անեմ։ Գումարս վերջացել է, աշխատանքից ազատել են, պարտքերը շատ են, խնդիրներս մեծ են, հիվանդությունները եկել է, տունը ստանում են, կինս բաժանվում է, երեխեքս աշխարհի մեջ են։ Ինչ ուզում էիր դպրոց իրան մարդ սարքել։ Դպրոցը իր ուրույն եւ կարեւոր տեղ ունի, սիրելիս, եւ բնավ ցանկություն չունեմ արժեքազրկելու, բայց կա մի աղբյուր, որին մենք պետքա մշտապես կպած լինենք,
Կա մի աղբյուր, որ մենք այսօր պետք է սեփականաշնորհենք։ Կա մի աղբյուր, որին մենք պետք է այսօր ասենք այո, Տեր, եւ ամեն միայն քո աղբյուրին։ Կա մի աղբյուր, որին որ մենք պետք է մշտապես ապավինենք ու հուսանք։ Ամեն։ Ասա մի աղբյուր։ Միթե սա քեզ չի ոգևորում, սիրելիս։ Սա շատ զորավոր է։ Աստծո խոսքն ասում է, գիտես, ասում մարդը ինչ գիտի իր ճանապարհները։ Ես այնքան ուրախ եմ, որ ես չգիտեմ իմ ճանապարհները։ Ասեմ խի։ Որովհետև եթե ես փորձեի իմանալ իմ ճանապարհները կամ իմանայի, անպայման 100% մի ծուր բան անելու էի փչացնեի։ Չգիտեմ դուք ոնց սիրելիս, բայց ես մի ծուր բան անելու էի։ Ու ես այնքան ուրախ եմ, որ ես չգիտեմ իմ ճանապարհը։ Այո, Տեր ջան, չեմ ուզում իմանալ։ Քեզ եմ տալիս։ Քեզ եմ հանձնվում։ Քեզ եմ հուսացած, քեզ եմ ապավինում, թող իմ միտքը, թող իմ սիրտը, թող իմ գաղափարը ինձ չառաջնորդի, այլ դու, այլ քո հոգին, քո աղբյուրները, ամեն։ Հալելույա, սա շատ հրաշալի է, սիրելիներ։ Հովհաննեսի ավետարանի 4 գլխում նկարագրված է մի զարմանալի պատմություն, որտեղ Հիսուսը այս ջրերի մասին խոսում է մի սամարացի կնոջ հետ եւ ահա թե ինչ է ասում նա։ Հովհաննեսի 14:4 Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Բայց միջև այս խոսքը, սիրելիներս, ես ուզում եմ մի տեղ կարդամ նորից նույն գլխից։ Հովհաննեսի 4 գլխի այդ կնոջ հետ զրույցներից Հիսուսի եւ Հիսուսը այստեղ շատ կարեւոր մի բան է բացահայտում։ Հիսուսը 7-րդ խոսքից կարդամ, արդ Սամարիայից մի կին եկավ, որ ջուր հանե, Հիսուսը նրան ասեց. ինձ ջուր տուր խմեմ, որովհետև նրա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն։ Սամարացի կինն էլ ասեց նրան. դու որ հրյա ես, ինչպես ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի սամարացի կին եմ, որովհետև հրեաները չեն խառնվում սամարացիների հետ։ Սա այն ժամանակվա մշակութային իրավիճակներ, հա։ Սամարացիները համարվում էին, այսպես ասված, կեղտոտ, կիսատ հրեաներ, եւ հրեաները իրականում սամարացիների հետ շփման մեջ սահմանափակ էին։ Շփումը չկար ու իրանք իրականում զատել էին մեկը մյուսից, բայց Հիսուսը սահմաններ է կոտրում։ Եվ շարունակում է ասում. Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. եթե Աստծո պարգևը գիտենայիր, թե ով է նա, որ քեզ ասում է, թե տուր ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեիր եւ նա կենդանի ջուր կտար քեզ։ Եթե իմանայիր Աստծո պարգևը, թե ով է նա, որ քեզանից խնդրում է, ինձ ջուր տուր խմելու, դու կուզեիր եւ նա մի ջուր կտար, որ քեզ, որի պատճառով դու չէիր ծարավի։ Կինը նրան ասեց. Տեր, դու դույլ էլ չունես եւ հորը խոր է, ապա որտեղից ունես կենդանի ջուրը։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվավ մեզ եւ ինքը սրանից խմեց եւ նրա որդիքը եւ նրա անասունները։ Գիտեք, շատ անգամ Հիսուսը մեզ ասում է. արի ինձ մոտ ջուր խմի։ Մենք ասում ենք, չէ, Տեր ջան, այս բանը սենց, այն բանը նենց, այս հարցը նենց։ Գիտեք, ես կինն էլ ասում է, չի հասկանում, էլի հենց, չի բացվում իր համար, ինչ ասում Հիսուսը։ Ու Հիսուսը շարունակում է, որտեվ Հիսուսին ասում է, ինչի մեր հայր Հակոբից մեծ ես, դու էլ չունես, ո՞նց ես դու ինձ կյանքի ջուր տալու, կենդանի ջուր տալու։ Ու Հիսուսը պատասխանում ասում է, ամեն այդ ջրից խմողը նորից է ասում, դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավիլ, այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխե։ Կինն էլ ասեց նրան. Տեր տուր ինձ այն ջուրը, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասեց. գնա կանչիր քո մարդին եւ եկ այստեղ։ Դուք պատմությունը արդեն հետո հիշում եք, Հիսուսը այստեղ հրաշք է անում, պատմելով սամարացի կնոջ անցյալը, որ այս կնոջ ուշադրությունը գրավի, որ այս կինը վերջի հասկանա, բացահայտի, ում հետ է կանգնած խոսում։ Ինքը ասում է, ես քեզ կտամ կյանքի ջուր, ասում է, դու որ խմեմ էլ չգամ ստեղից ջուր հանեմ։
կին իր զրույցների մեջ է։ Հիսուս իրան ուրիշ բան ասում, ինքը ուրիշ բան է հասկանում։ Մեզ էլ սիրելիներ շատ հաճախ Տերը մի բան է ասում։ Մենք հասկանում ենք այն ինչ որ մենք ենք ուզում հասկանանք։ Օրինակ եղել է, ինձ ինչ որ մեկը մի բան ասել է, ես հասկացել եմ այն ինչ որ ես եմ ուզեցել հասկանամ, հետո ամաչել եմ։ Իմ հետ խոսում է, ես հասկանում եմ այն ինչ որ ես եմ ուզում հասկանալ, հետո նեղանում եմ, վիրավորվում եմ կամ սխալ պատասխան եմ տալիս։ Օրինակ, լինում է, պատահում է, իմ հետ պատահել է սիրելիներ։ Ու դա լավ չի։ Գիտեք, Աստված մեզ շատ փառավոր բան ունի տալու, բայց շատ անգամ մենք նրան մոտենում ենք այնքան փոքր ու ժամանակավոր բաներ խնդրելու։ Ամեն։ Թող այսօր իմ ու քո սիրտը վստահ լինի մեր օրվա կերակուրի, հագուստի, մեր հոգսերի հետ կապված, մեր հարցերի, թող վստահ լինի, սիրելիներ։ Եվ ավելի փափագենք այն հավիտենական բաներին, որոնք որ Աստված մեզ համար ունի։ Եվ ուշադրություն դարձրել եք, որ Աստծո տված խոստմունքները դրանք հավիտենական բնույթ ունեն։ Դրանք շատ հավիտենական բնույթ ունեցող բաներ են ու այնքան հրաշալի է դա։ Տիրոջ ասածները մեծ են, փառավոր են, մեծամասշտաբ են։ Կենդանի ջրերի գետեր, ջրարբի պարտեզներ։ Գիտեք, Հիսուսը ասում է, որ այդ ջրի աղբյուր կլինի նրանում այն ջուրը, որ ես կտամ, որը հավիտենական կյանքի համար կբխի, որը փրկության համար կբխի։ Միթե հավիտենական կյանքը կապված չի փրկության հետ, իհարկե, ով որ փրկվում է սիրելիներ, հավիտենական կյանքն ունի։ Եվ սա շատ հետաքրքիր, Աստված լրացնում է մեր կարիքը, մեր փրկության կարիքը, մեր ծարավը, եւ ոչ միայն լրացնում է, մեզ դարձնում է աղբյուր, անսպառ, որ կարող ենք տանել այս աշխարհ, որ կարող ենք տանել մեր շուրջը, որ կարող ենք տանել մեր իրավիճակների մեջ, մեր ընթացքների մեջ, մարդկանց կյանքերի մեջ ազդեցություն բերելով, փոխելով, նորոգություն բերելով, շինելով, ամեն։ Ահա ինչ աղբյուրներ ունենք մենք, հարություն առած Տիրոջից։ Հալելույա։ Սիրելիներս, խոսքը ասում է կենդանի ջրերի գետեր կբխեն։ Ոչ թե կենդանի գետ, այլ ասում է գետեր։ Կողքին ասա գետեր։ Ասա գետեր։ Ես ուզում եմ այդ գետերը։ Դու կարող ես աղաղակել։ Խնդրում աղաղակիր, Տեր ուզում եմ այդ գետերը։ Աղաղակիր, որ ուզում ես այդ գետերը։ Սիրելիներս, դա հանգիստ չեն ուզում, դա նեղված չեն ուզում, դա զորավոր են ուզում, հավատքով են ուզում, համարձակ են ուզում այդ կյանքի գետերը։ Գետեր, գիտեք, ես համոզված եմ, անկեղծորեն համոզված եմ սրանում, որ աղբյուրը մեկն է, որը բաժանվում է։ Մի գետը բժշկության գետն է, մյուսը ազատագրման գետն է, մյուսը մատակարարման գետն է, մյուսը մխիթարության գետն է, մյուսը վերականգնման գետն է, մյուսը հաղթանակի գետն է, մյուսը զորության գետն է, ամեն։ Կյանքի գետեր, ջրեր, շատ, իմ որովայնից, հալելույա, իմ ու քո որովայնից, սիրելիներ, աշխարհը չունի, մենք դա ունենք, սատանան սուտասանա, սիրելիներս, Աստված ճշմարիտ, մի թույլ տուր, որ նա հիշեցնի քեզ քո երեկվա օրը, մի թույլ տուր, որ նա քեզ հիշեցնի 30 տարի գալիս է ուր են այդ գետերը, այստեղ են, հիմա են, սիրելիներ, դու պետքա մոտենաս ասում, դու պետքա խնդրես, քո ծարավի ետևից դու պիտի գնաս, եթե դու նստած ես ոչ ոք կողքից չի գալու, ասի, քույրս ծարավ ես, եղբայրս ծարավ ես, մի գուցե ինչ որ մեկը հարգանքից ելնելով գարսնի, բայց այդպես շատ քիչ է պատահում, դու ինքդ ես վեր կենում քո տեղից կանգնում ու գնում այդ քո ծարավը հագեցնելու, ինչի ծարավ ունես դու, մեղքից ազատվելու ծարավ ունես, այդ գետը մատակարարումը, կա այդ գետի մեջ, ամեն, վախերից ազատագրվելու կարիք ունես,
կա այդ գետի մեջ, բժշկության կարիք ունես, կա այդ գետի մեջ, ամեն։ Գայթակղություններից ազատ լինելու, հաղթանակած լինելու կարիք ունես, կա այդ գետի մեջ, սիրելիներ, կա այդ գետի մեջ, ամեն։ Ես ու դու կարիք չունենք վախով ապրելու։ Ձրի եմ տալիս ամեն եկողին։ Տերը անվճար է տալիս, սիրելիս, ոչ մի բան պետք չի անես։ Մենակ հավատք։ Մենակ հավատա, որ Տերը ուզում է դա քո համար։ Մենակ հավատա, որ Աստված դա ունի քո համար։ Քո շրջապատի, քո ընտանիքի, քո հանգամանքների համար։ Հիսուսի անունով, ամեն։ Որովայնից։ Սա ինձ շատ է դուր գալիս։ Հալելույա։ Եզեկիայի 47-րդ գլխում ես դա չեմ կարդա իհարկե։ Եզեկիա 47 1-9 նկարագրված է։ Մի շատ զարմանալի տեսարան։ Մարգարեն Տիրոջ տաճարում է, Տիրոջ տանն է։ Եվ հանկարծ ինքը տեսնում է Տիրոջ այդ զոհասեղանի, այդ սրբության սրբոցի վայրից մի գետ է բխում։ Մի ջրի աղբյուր է դուրս գալիս։ Դուրս է գալիս տաճարից եւ լցնում աշխարհը, ամեն։ Եվ երբ որ լցնում է աշխարհը, անապատը ծաղկում է։ Երբ որ լցնում է ծովը, ծովի մեջ եղող ձկները բժշկվում են։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ շատերը այդ ծովի վրա ձկնորսություն կանեն։ Դա գիտեք ինչն է ավետարանչությունը, որ մենք շատերինք փրկենք այդ գետերի պատճառով, ամեն, որտեվ դրանք փրկության գետեր են, կյանքի գետեր են, ամեն։ Ահա թե ինչ հրաշալի պատկեր էր տեսնում Եզեկիան, Տիրոջ մարգարեն, եւ գիտեք ասում է, ես մի քիչ խորացա այդ գետերը իմ այստեղ կրունկներից էին, հետո իմ ծնկներից, հետո իմ որովայնից, հետո այդ գետերը ինձ այնքան խորն էր, որ ծածկում էին ինձ, ասես ես այլևս չկառավարեի, թե ուր գնամ, ինչ անեմ։ Ու այդ գետերը քեզ առաջնորդում են, ու ինձ առաջնորդում են Աստծո ուզած բաների մեջ, ամեն։ Ու դու չես լինում մարդ, որ սատանայից խաբվեց եւ փոշմանած, այսպես եկավ տուն ու ասեց, այս անգամ էլ պարտվեցի։ Դու լինում ես մարդ, որ հաջողվեցիր, որովհետեւ դու գնացիր այն գետերի հետևից, որը որ Աստված տվել էր, այն գետերով գնացիր, որը որ Աստված արձակել է քո կյանքում, ամեն։ Ոչ միայն իմ, մյուսի, այլ հենց քո կյանքում, ոչ թե կողքինիդ, այլ հենց քո անձամբ, քո կյանքում։ Հալելույա։ Ես ուզում եմ այդ ջրերը, ամեն։ Ես ուզում եմ այդ ջրերը։ Գիտեք, շատ տեղին է բարձրաձայնենք այս ճշմարտությունը։ Ճշմարտություն համար երկրորդ, որ ես բարձրաձայնում եմ այսօր ձեր հետ միասին, սիրելիներ, սա է։ Երբ մենք հավատում ենք, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, մենք դառնում ենք աղբյուր, որից կենդանի ջրերի գետեր են բխում։ Հալելույա։ Երբ որ մենք հավատում ենք, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, մենք դառնում ենք աղբյուր, որից կենդանի ջրերի գետեր են բխում։ Հիսուսի անունով, ամեն։ Այնպես որ Քրիստոս արյաֆի մեռելոց։ Ամեն, ամեն, Տերը հաղթել է։ Տերը հաղթել է, փառք Տիրոջը։ Եկեք շարունակենք, խոսք 39։ Հովհաննես 7:39։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրա հավատացողները։ Հալելույա։ Դու գիտեք ինչ հոգու համար, սիրելիներս, Աստծո Սուրբ հոգու համար։ Դուք շատ եք լսել Աստծո Սուրբ հոգու մասին։ Կա այստեղ մի մարդ, որ չի լսել Աստծո Սուրբ հոգու մասին։ Բոլորս լսել ենք, ինչ հրաշալի է։ Հիսուսը սա ասեց այն հոգու համար, որը որ դեռ պետք է տրվեր, որը որ ընդունելու էին այն մարդիկ, ովքեր որ հավատալու էին նրան։ Նայեք, երկրորդ անգամ հավատքը շեշտադրվում է այս 3 խոսքի մեջ։ Դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ ես ու դու հավատանք։ Հալելույա։ Գործք առաքելոց 5:32-ում այսպես է գրված. Եվ մենք նրա վկաններն ենք այս բաների համար, եւ Սուրբ Հոգին էլ մենք եւ Սուրբ Հոգին էլ
որ Աստված իրան հնազանդվողներին տվեց։ Ում տվեց Աստված Սուրբ Հոգին։ Սիրելիներս, հնազանդությունը ուղիղ կապված է հավատքի հետ։ Եթե ես ու դու չենք հավատում, չենք էլ հնազանդվի։ Եթե հավատում ենք, հնազանդվում ենք։ Եթե հավատում ենք, որ իրոք մեր Տերը խոսած, իրոք հավատում ենք, որ Տերը կենդանի է, իրոք հավատում ենք, որ անկեղծ հավատում ենք, որ նա հարություն է առել, որ նա սուրբ է, որ նա միակն է, որ նա միակ աղբյուրն է, ճանապարհն է, ճշմարտությունն է, մենք հնազանդվելու ենք նրան։ Ամեն։ Մենք անպայման հնազանդվելու։ Ու ամեն հնազանդվողին Աստված իր հոգին տալիս է։ Եկեք շարունակենք, սիրելիներս։ Առաջի Կորինթացիս 6:19-ում, Առաջի Կորինթացիս 6:19-ը այսպես է գրված. կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունեք եւ ձերինը չեք։ Հալելույա։ Այո, մենք Սուրբ Հոգու տաճար ենք եւ մերը չենք այլևս, սիրելիներս։ Եվ հոգին, որ մեր մեջ է, կենդանի ջրերի աղբյուրը։ Ամեն։ Եվ Հիսուսն է դա տալիս։ Հիսուսն է դա տալիս։ Եվ այդ ջրերը փրկության ջրեր են։ Եկեք շարունակենք։ Ու այստեղ շարունակում է Հովհաննես ու ասում է, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Սա այս հատվածի կարելի ասել կուլմինացիոն պահն է, մասն է, այո։ Գիտեք, ասում է, սա ասեց այն Սուրբ Հոգու համար, որ դեռ տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Ուսում մի փոքր հասկանանք, ինչ է նշանակում Հիսուսը դեռ փառավորված չէր։ Ինչի ինչ-որ պահ եղել է, որ Հիսուսը փառավորված չի եղել։ Այո, սիրելիներս, մեր մեղքերի պատճառով եղել է այդ պահը։ Գիտեք, երբ նա փառավորված չէր, երբ որ իրան ծեծում էին, երբ որ իրան ծաղրում էին, իմ ու քո մեղքի համար, ինքը փառավորված չէր այդ ժամանակ։ Երբ որ ինքը խաչի վրա էր, ինքը փառավորված չէր, սիրելիներս։ Բայց գիտեք, երբ փառավորվեց, երբ հարություն առավ, հալելույա, երբ հարություն առավ, ամեն։ Գիտեք, սխալված չեմ լինի, եթե ասեմ հարության մեր օրերում մեծագույն վկայությունը, էդի ոչ թե պատմական, արխեալագիչեսկի այդ բացահայտումներն են, այլ Սուրբ Հոգու հեղումը, Սուրբ Հոգու ընդունումը, որովհետև հոգին դեռ տրված չէր մինչև այն պահը, մինչև ինքը հարություն չառավ ու կյանքի հեղինակը արձակեց իր հոգին, ամեն, ամեն հավատացողի կյանքում, հալելույա, սա շատ զորավոր է, ամեն, Հովհաննես 17:1-ում Հիսուսը հենց այդ է խնդրում, ասում է, հայր ժամը հասել է այդ պահը, փառավորիր քո որդուն, հասել է այդ պահը, որ ես պիտի վերցնեմ այս աշխարհի ամենածանր բեռը, հասել է այդ պահը, որ ես պետքա դառնամ մեղավոր, հասել այդ պահը, որ ես պետքա բաժանություն վերապրեմ, բայց խնդրում եմ քեզ, փառավորիր ինձ, որ քո որդին էլ քեզ փառավորի։ Հիսուսի հարությունը, սիրելիներս, իր փառավորումն է։ Ու հոգու ջրերը ուղիղ կապ ունեն իր հարության հետ։ Եթե դու ունես Սուրբ Հոգին, ապա դու ունես հարության վկայությունը։ Ամեն։ Եթե չունես Սուրբ Հոգին, մենք կաղոթենք քո համար, որ դու ունենաս։ Եթե դու չես մկրտվել Սուրբ Հոգով, դու չես աղոթում լեզուներով, կաղոթենք քո համար, որ դու մկրտվես։ Բայց եթե դու դա ունես, դու հարության վկա ես, սիրելիս, ու դու պետք է այդ փրկության ջրերը արձակես այս աշխարհի մեջ, քո իրավիճակների մեջ, քո բարեկամների մեջ, քո հարազատների մեջ այդ փրկության ջրերը դու պետք է բաց թողես, որ քեզանից գնա։ Ամեն։ Գիտես, եթե ես ունենամ $1 միլիոն, բայց ոչ մի բան չանեմ այդ $1 միլիոն հետ, դա ինձ ոչ մի կոպեկ օգուտ չի տա։ Ոչ մի բան օգուտ չի լինի ինձ։ Հետո ինչ որ ունեմ, այնտեղ դրած հնանում է։ Օրերը անցնում են, ժամերը անցնում են, ես հավիտենական չեմ, այդ դրամները հավիտենական չեն։ Ում համար է պետք, եթե այնտեղ դրած է։ Ունեմ,
բայց չունեցողի պես եմ։ Սիրելիս, ունես Սուրբ Հոգին, ունես, ես էլ ունեմ։ Արի իրար հետ չունեցողի պես չպահենք մեզ։ Արի մեզ ունեցողի պես պահենք։ Որովհետև Աստծո խոսքն ասում է, որ Աստված Տիմոթեոսի մեջ մեզ չտվեց վախի հոգի, վախի ոգի, այլ զորության հոգի, զգաստության ու սիրո հոգի։ Գիտեք ինչ է նշանակում այդ զգաստությունը? Ողջախոհություն, ինքնակառավարում, թարգմանաբար հունարենից։ Դու մի հոգի ունես, որ կարաս քեզ կառավարես։ Ես էլ ունեմ այդ հոգին։ Կարամ ինձ կառավարեմ, չգնամ գլուխս խփեմ օրինակ պատին։ Ամեն։ Կարամ ինձ կառավարեմ ու չգնամ իմ մեղավոր ցանկությունների հետևից։ Դու ունես այդ հոգին։ Զորության հոգի դու ունես։ Ինչքան զորավոր է սա, ամեն։ Հալելույա։ Տիրոջ խոստմունքը փառավոր է։ Գործք առաքելոց 1:4-5 խոսքերում Հիսուսը իր աշակերտների հետ զրուցում է եւ ասում. Գործք առաքելոց 1:4-5 Եվ նրանց միասին ժողոված ժամանակը պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմիցը չհեռանալ, այլ սպասել հոր ավետիքին, որ ասեց ինձանից լսեցիք, որովհետև Հովանեսը հիրավի ջրով մկրտեց, Հովանես մկրտիչը, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Երբ որ Հիսուսը համբարձվեց, աշակերտներին համբարձվելու ժամանակ ինչ պատվեր էր տալիս, գնացեք Երուսաղեմ, գնացեք և սպասեք Երուսաղեմում, մինչև վերից զորությունը կգա, մինչև դուք կմկրտվեք Սուրբ Հոգով, մինչև դուք կառնեք այդ ջրերը կենդանի, ամեն, որը որ պետքա բխի։ Հիմա ցույց տամ, սիրելիներս, Աստծո խոսքով։ Զաքարիա 14:8 Եվ պիտի լինի, որ այն օրը կենդանի ջրեր դուրս կգան Երուսաղեմից, որտեղից? Աշակերտներին որտեղ էր տրվել պատվեր մնալու Երուսաղեմում։ Ամեն։ Ինչքան պարզ Աստծո խոսքը։ Հալելույա։ Նրանց կեսը դեպի արևելյան ծովը և նրանց կեսը դեպի արևմտյան ծովը։ Աշխարհ էլի։ Ամառ ու ձմեռ կլինի։ Հալելույա։ Ամառ ու ձմեռ կլինի։ Գիտեք, մի անգամ մի հրաշալի մարգարեություն ես ստացա։ Ասացին, տեսնում ենք, որ ջրվեժի տակ կանգնած ես և այդ ջրվեժը լցվում է քո վրա։ Եվ ասեցին, մենք մտածում ենք, որ դա Սուրբ Հոգու ներկայությունն է, որը որ դու զգում ես։ Ես էլ ասեցի, այո, ես Աստծո իմ մեջ էլի, Աստծո ներկայությունը շատ անգամ եմ զգացել, և դա Սուրբ Հոգին մեզ բացում է։ Գիտեք, երբ որ գնացի տուն, մի քանի օր անցավ, մեկ էլ համակարգչիս մեջ, ես այսպես որ ասեմ, լրիվ մոռացել էի այդ մարգարեությունը, չէ։ Ուղղակի այսպես չէի խորհում դրա մասին, չէի աղոթում։ Մեկ էլ համակարգչիս մեջ մի հատ հետաքրքիր նկար է բարձրանում։ Մի հատ գեղեցիկ ջրվեժ։ Ուղղակի հնարավորություն չկա ցույց տամ, բայց ես նկարագրեմ, դուք հասկացեք։ Գիտեք, այդ ջրվեժի սկիզբը նման էր այսպես սրտի։ Ոնց որ տակի հատվածը սրտի կլներ, այն մեր իմացած սրտիկները որ կան։ Ու այդտեղից ջրվեժը հոսում է, ու միտք եկավ, ման արի սրա բոլոր եղանակներով։ Գիտեք, ման եկա, աշունը կար, ձմեռը կար, գարունը կար, որը չասեցի, ամառը կար։ Ամառ, ձմեռ, աշուն, գարուն, գարուն, աշուն, ձմեռ, ամառ, այդ ջուրը հոսում էր, այդ ջրվեժը հոսում էր։ Ու գիտեք ինչ ասեց Տերը, ասեց կապ չունի քո հանգամանքները, այդ ջուրը միշտ հոսում է, ու դու կարաս գաս, և օգտվես, և խմես, և կանգնես դրա տակ, կապ չունի քո կյանքում ամառը, դու էլի պիտի գաս,
Կապ չունի, որ քո կյանքում ձմեռա ու դժվար, դու էլի պիտի գաս։ Կապ չունի, որ աշուն է, տերևները թափվում են, պտուղները չկան, ամեն բան այսպես մի տեսակ չորանում է, դու էլի պիտի գաս, կանգնելու այդ աղբյուրի տակ, ամեն։ Եվ դա աղբյուր է, որ իմ սրտից է բխում, հիշում եք, սրտիկի նման էր, հալելույա։ Սիրելիներս, մենք գիտենք Գործք առաքելոց 2-րդ գլխում Պենտեկոստեի օրվա մասին, երբ որ հոգին գալիս աշակերտների վրա, նրանք դառնում են զորավոր վկաններ։ Եվ մեկ օրվա մեջ, ասա մեկ օրվա մեջ, փրկվում է 3000 հոգի, ամեն, ահա փրկության ջրերը։ Գործք առաքելոց 2-րդ գլխի 24 խոսքում Պետրոսը վկայելով այսպես է ասում. որին Աստված հարություն տվեց մահի ցավերը լուծելով, որովհետև կարելի չէր, որ նա բռնվի նրանում։ Հալելույա։ Հիսուսը հարություն առել։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Ամեն, ամեն։ Կատարվեց մարգարեությունը, կատարվեց Տիրոջ խոստմունքը, ում համար հավատացողների։ Նրանք, որ այո, ասում էին Տեր, ես խոնարհվում եմ, եւ ես ունեմ քո ջրերի կարիքը։ Խնդրեմ նվագողը բարձրանա, այո Տեր, ես ուզում եմ այդ ջրերը, որոնք իմ մեջ կդառնան հավիտենական աղբյուրներ։ Գիտես, երբ որ մենք ջուրը խմում ենք, մենք սպառող ենք, բայց երբ որ այդ ջուրը խմում ենք, ու այդ ջուրը մեր մեջ դառնում է աղբյուր, որ անդադ կարա բխի, մենք սպառողից դառնում ենք մատակարարող։ Մենք էլ ման չենք գա նեղված, տեսնենք ով կգա մեր վրա ձեռքերը դնի աղոթի, որ մենք բժշկվենք։ Մենք կգնանք այս աշխարհ, ձեռքեր էլ կդնենք, խոսքեր կրճակենք, կազատագրենք էլ, կբժշկենք էլ, կփրկենք էլ շատերին Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Ամեն, հալելույա։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Սիրելիներ, հայտնություն, վերջին աստվածաշնչյան համարն եմ կարդում։ Եվ մենք կաղոթենք, հայտնություն 22:17 խոսքում գրված է այսպես. Եվ հոգին և հարսն ասում են, ովքեր? Սուրբ հոգին և հարսը, ով է հարսը? Ես, դու, եկեղեցին է հարսը, սիրելիներ։ Եկ, և լսողն ասե եկ, կողքինիդ ասա եկ, ասում է լսողը թող ասի եկ, հարսը և Սուրբ հոգին ասում են եկ, լսողը թող ասի եկ, նորից ասա եկ, մեկ է որոշի հիմա, ում ես գնալու ասես եկ, չէ հենց հիմա, հարսը ասելա հոգին ասում է, ամեն, ասում է եկ, և լսողն էլ թող ասի եկ, էսա կտենակ ուր եկ, Եվ նա, որ ծարավ է, թող գա, ով ծարավ է, թող գա, գնա գտի այդ ծարավին, գնա ասա ծարավ ես, որ կասեխի Հիսուսի պես կասես, լսի կասես ես ջուրը, որ խմ ես, անդադ ծարավում ես, բայց ես մի հատ ջուր ունեմ, որ կարամ քեզ տամ ու էլ հավիրջ չծարավ ես դու, ու ինքը քո մեջ դառնա աղբյուրի պես, կուզես, թող գա և նա, որ կամենում է, թող առնե կյանքի ջուրը ձրի, հալելույա, նա ով կամենում է թող գա և կյանքի ջուրը առնի ձրի, սիրելիներս այլևս պետք չի գնալ Երուսաղեմ և սպասել այնտեղ, սիրելիներս այլևս պետք չի մեզ գործեր անել և ստանալ, եթե կամենում ես, այդ ջրերը հիմա կան,
Եթե դու ծարավ ես, այդ ջրերը հիմա կան։ Եթե դու ծարավի տեղ գիտես, այդ ջրերը իր համար կան։ Աստված սա մեր համար է պատրաստել։ Սիրելիներ, հայրեր, մայրեր, դուք շատ լավ կհասկանաք։ Այն ինչ որ դուք աշխատում եւ վաստակում եք, ձեր սերունդների, ձեր ընտանիքների համար եք անում։ Եվ զարմանալի կլինի, որ սառնարանը կերակուրներով լիքը լինի, բայց երեխաները, տան անդամները սոված լինեն։ Շատ զարմանալի կլինի։ Եվ շատ զարմանալի Աստծո համար, որ իր տունը, իր մոտ շատ ջրեր կան, բայց մենք ծարավ ենք մնում։ Սա Աստծո համար շատ զարմանալի է, եւ Աստված այսպես չի ուզում։ Աստված ուզում է ինչ-որ մի բան փոխվի։ Դրա համար հիմա մենք հռչակում ենք Տիրոջ հարությունը։ Դրա համար հիմա մենք աղոթում ենք, որ Տեր ավելի ցույց տուր քո հարությունը։ Ես ուզում եմ բախվել քո հարության իրականությանը։ Ես ուզում եմ առնչվել քո հարության իրականությունը։ Ես ուզում եմ տետատետ տեսնել քո հարությունը։ Ես ուզում եմ։ Ամեն։ Թե Տերը ոնց քեզ կբացի, ինքը գիտի, բայց այս ջրերի միջոցով Աստված մեզ բացում է։ Ամեն։ Մեզ բոլորիս է բացում։ Ճշմարտություն համար 3 հոգու մկրտությունը Քրիստոսի հարության վկայությունն է։ Ամեն։ Եվ ես շատ հպանցիկ սիրելիներ, կամփոփեմ ու կանգնենք աղոթքի։ Միայն հարություն առած Հիսուս Քրիստոսն է տալիս փրկության ջրերը։ Սա համար 1 ճշմարտությունն է։ Միայն հարություն առած Հիսուս Քրիստոսն է տալիս փրկության ջրերը։ Երբ մենք հավատում ենք մեռելներից հարություն առած Տիրոջը, մենք դառնում ենք աղբյուր, որից կենդանի ջրերի գետեր են բխում։ Երբ հավատում ենք, մենք դառնում ենք աղբյուր։ Ում հարություն առած Հիսուս Քրիստոսին։ Ու հարություն առածը խոսում էր. ով որ ինձ մոտ գա, ես նրան ջրերը կտամ։ Եվ ճշմարտություն համար 3 հոգու մկրտությունը Քրիստոսի հարության վկայությունն է։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ ես աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև,
որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք եւ շարունակեք Հիսուսին ճանաչել։ Նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ուստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետեւյալ հաշվեհամարին։ Աստված օրհնի քեզ։